Նախաքննական մարմինը գտնում է, որ կալանքի իրավաչափության պայմանները դեռևս շարունակվում են, այսինքն հիմնավոր կասկած առկա է, նաև գտնում են, որ անհրաժեշտությունը, այսինքն հիմքերը, որ Սամվել Կարապետյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել, որքան էլ անհեթեթ է դա թվում, ամեն դեպքում նախաքննական մարմնի դիրքորոշումը այդ է։ Եվ միջնորդել են, որ եւս 2 ամիս ժամկետով կալանքը երկարաձգվի։ Մեր գնահատմամբ միջնորդությունը ակնհայտ ապօրինի է, բացարձակ չպատճառաբանված եւ որևէ աղերս չունեցող իրավունքի եւ իրավաբանության հետ։ Այդ վճռաբեկի որոշումը այդտեղ կա, արտացոլված, որ հիմնավոր կասկած կա։ Միջնորդության մեջ արդեն իսկ քննիչը զետեղել է վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները, այդ մասին իմ գործընկերները մանրամասն նշել են, մենք դեռևս վճռաբեկ դատարանի որոշումը չենք ստացել։ Ինձ թողներ են վճռաբեկ դատարանի դատավորները, բայց այնպիսի տպավորություններ, որ այս գործով այդ դատարանը դատախազության եւ քննչականի դուստր ձեռնարկություններ։ Մեկ էլ պարոն Հակոբյան, տեսեք 5 ամիս է կալանքի տակ է, վերջնաժամկետը ինչքան 152 օր այսօր, որ կալանքի տակ է։ Վերջնական ժամկետը ինչքան է, որ դրանից հետո կամ Եթե դիտարկում ենք հասկացա, եթե դիտարկում ենք կոչի դրվագը, առավելագույն ժամկետը արդեն սպառված է, բայց նախաքննական մարմինը գտնում է, որ նաև տնտեսական բնույթի ենթադրյալ հանցագործություններն էլ առկա են, այսօր դատարանը նաև այդ հարցը պետք է քննարկի։ Եթե հիմնավոր կասկածը գտան այդ դրվագներով առկա չէ, ապա կալանքի ժամկետը չի կարող երկարաձգվել։ Չէ, եթե գտան, որ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքներով հիմնավոր կասկած չկա, այլևս չի կարող երկարաձգվել։ Ինչ տեղի կունենա, այսինքն ազատ կարձակվի։ Միջնորդությունը պետք է մերժվի։ Տնտեսական մասով։ Այո, կոչով էլ չի կարող երկարաձգվել, անգամ եթե դիտարկեն, որ հիմնավոր կասկածը առկա է, առավելագույն ժամկետը կալանքի միջդատական վարույթի համար սպառված է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ձեր գնահատմամբ ամեն ինչ անում են, որ կոչը որպեսզի հիմնավորեն, կողքից այլ հոդված են բերել։ Ամեն ինչ ասելը մեղմ է, մեղմ դիրքորոշում է։ Ինչ են անում են հնարավոր եւ անհնար։ Մի 5-6-7 ժամ, չեմ կարող ասել, 8 ժամ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ կոչով ամեն ինչ պարզ է եւ կոչին ամրապնդող այս գործով ամեն ինչ ի սկզբանե պարզ է։